Բարև ձեզ թանկագին բարեկամներ, սիրելի հայրենակիցներ, եթերում աշխարհաքաղաքական զարկերակն է։ Ընթացիկ շաբաթը հագեցած եղել տարբեր իրադարձություններով։ Ադրբեջանը կրկին խախտել է զինադադարի ռեժիմը։ Իր հայատյաց ագրեսիվ քաղաքականության արդյունքում մենք ունեցանք եւս 4 զոհ։ 4 ընտանիք դարձան դժբախտ ընտանիքներ։ Ոչ միայն այդ 4 ընտանիքը, ողջ Արցախը կրկին սքաց իր պայծառ տղաների կորուստի կապակցությամբ։ Ցավակցում ենք բոլոր բարեկամներին, ողջ Արցախի ժողովրդին։ Դա իսկապես անդառնալի կորուստներ է։ Եվ հենց այդ կորուստների պայծառ հիշատակը վար պահելու համար մենք իրավունք չունենք մոռանանք մեր երկիրը, իրավունք չունենք չանել ամեն ինչ իբարս Արցախի, իբարս հայոց պետականության։ Վերջի օրերին Ադրբեջան-Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում թերևս կարևոր իրադարձություններից մեկը եղել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Ադրբեջանի, Հայաստանի եւ ԱՄՆ-ի արտգործնախարարների հանդիպում։ Հանդիպումը տևել է մի քանի օր, բայց ըստ երևույթի որևէ շոշափելի արդյունք չի գրանցվել։ Նորից խոսել են ընդհանուր թեմաների մասին, ասել են, որ կա առաջընթաց որոշ ուղղություններով չկա, պետք է շարունակենք բանակցությունները։ Դե ինչ պետք է շարունակենք, եթե Ադրբեջանը իսկապես վարում է հայատյաց քաղաքականություն, նացիստական քաղաքականություն, կրակում, սպանում է հայերին, լինի դա Հայաստանի Հանրապետությունում թե Արցախում։ Իսկ վերջերս ընդհանրապես դուրս է եկել մի զզվելի նյութ ադրբեջանական լրատվամիջոցներից մեկում, որը շատ մոտ է Ալիևյան կլանին եւ միգուցե նաեւ պատկանում է Ալիևյան կլանին, որտեղ արցախահայությունը պատկերված է որպես մի վայրի կատու, որին պետք է ստիպել սոված պահելով ծնկաչոք անել եւ արտադրել կամքը ադրբեջանական։ Սա է այս երկրի գաղափարախոսական հենքը։ Հայատյացությունը որպես իրենց պետական կրոն է ծառայում։ Բնական է այս պայդորությամբ շատ բարդ է լինելու ակնկալել որևէ առաջընթաց։ Վերջի մի քանի օրերին Ադրբեջանը կրկին կարծես թե փորձում է ծաղրել միջազգային հանրությանը։ Բերձորի միջանցք Հագարի կամուրջի մոտ ադրբեջանական իշխանությունները տարել են մի մեծ խումբ արտասահմանյան լրագրողների եւ դիվանագետների։ Ցույց են տվել այդ հսկիչ կետը, այսպես կոչված, փորձել են նրանց ապացուցել, որ ազատ է ընդհանրապես ելք ու մուտքը Բերձորի Լաչինի միջանցքով։ Նո ինչ է սա, ոչ այլ ինչ քան մի ֆարս ուղղված միջազգային իրավունքի, մարդու իրավունքների, ծաղրանքի, միջազգային հանրության նկատմամբ անհարգալից վերաբերմունք, ել չասած, որ հայերի նկատմամբ ատելության մի դրսևորում։ Այդ դրսևորումը նաև այլ մարմնավորումներ ունեցավ։ Այսպես Ադրբեջանի արտգործնախարարը հանդիպելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչի հետ Ադրբեջանում նշել է, որ Բաքուն ուզում է, որպեսզի Կարմիր խաչը իր բոլոր բեռները տեղափոխի Արցախ արդեն ակնայից, Աղդամից։ Եվ վերջերս բավականին այսօր դուրս է եկել նաև մի շարք տեղեկություններ, ըստ որի Ադրբեջանը ամեն ինչ անելու է, որպեսզի ընդհանրապես հասնի մի նոր իրավիճակի եւ փորձի բոլոր այդ մատակարարումը իրականացնել իր տարածքից, որը իհարկե ոչ այլ ինչ է, քան Արցախի գաղութացման եւս մեկ փորձ։ Միջազգային հանրությունը այս ամենի ներքո շարունակում է մնալ пассив։ Հիշում եք, մենք խոսել ենք, որ ԵԽԽՎ-ն ընդունել է մի բանաձև կոչ անելով Ադրբեջանին անվերապահորեն ապա շրջափակել Բերձորի միջանցքը։ Բայց այս ԵԽԽՎ-ի հայտարարությունից, կարևոր հայտարարությունից հետո ԵԽԽՎ-ի նախագահը Ծինի Կոքսը արել է մի ընդհանրապես անհասկանալի հայտարարություն, նշելով, որ բոլորը ճանաչում են Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, բայց դա էլ չի թույլ տալիս Ադրբեջանի, որպեսզի նման պահվածք ցուցաբերի
Արցախի նկատմամբ։ Լավ, ինչ է սա նշանակում։ Այսինքն, երբ որ ԵԽԽՎ-ի նախագահը նման հայտարարություն է անում, ասում է բոլորը ճանաչում են Լեռնային Ղարաբաղ Ադրբեջանի մաս, այդ բոլորը ովքեր են։ Չեք պատկերացնում, որ դա գոտեպնդում է Ադրբեջանին, էլ ում է պետք ձեր այդ բանաձևը։ Մենք տեսնում ենք, որ իսկապես ամեն ինչ խառնվել է։ Չես հասկանում, սա պրոֆեսիոնալիզմի պակաս է, բարոյահոգեբանական առատների հետևանք է, թե աշխարհակական հաշվարկ է։ Ըստ երևույթի կա բարոյահոգեբանական առատների եւ պրոֆեսիոնալիզմի պակաս, որովհետեւ երբեմն այդպիսի մոտեցումները ազդում են նաեւ աշխարհակահաղականության վրա, բայց ունենք այն ինչ ունենք։ Վերջի մի քանի օրերի ընթացքում Իրանը փորձեց Ադրբեջանի հետ հարաբերությունները ինչ-որ կերպ բարելավել։ Իրանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսազրույց ունեցան։ Ճիշտ է, ընդհանուր ինչ-որ խոսքեր են հնչել, գաղափարներ, որևէ էական տեղաշարժ չկա եւ ըստ երևույթի երկար պետք է սպասենք դրան, որովհետեւ Ադրբեջանը վարում է մի այլ քաղաքականություն։ Ընթացիկ շաբաթվա թերևս ամենակննարկված եւ ամենահետաքրքիր զարգացումը բնական է տեղ ունեցավ Ռուսաստանի Դաշնությունը եւ կապված է եղել Վագներ այդ զորախմբի հետ, որոնք փորձել են հեղաշրջում իրականացնել Ռուսաստանում։ Մենք բոլորս քաջատեղյակ ենք, որ նախագահ Պուտինը դիմեց հանրությանը, նշեց, որ Ռուսաստանը պայքարում է իր անվտանգության, իր անկախության, իր ինքնիշխանության համար եւ այս պահի դրությամբ կատարվում է այսպիսի փորձ, որը հարված է Ռուսաստանին, որը դավաճանական քայլ է եւ այլն եւ այլն։ Իսկ Վագների հրամանատար Պրիգոժինը իր զորախմբով մտավ Դոնի Ռոստով քաղաք, շարժվեցին այնտեղից Վորոնեժ, Ռոստովում Պրիգոժինը հանդիպեց մասնավորապես հարավային ռազմական օկրուգի հրամանատարության հետ, խոսեցին, տարբեր հարցեր քննարկեցին եւ այս ամենը կարծես թե ինչ որ զգացմունքներ առաջացրեց տարբեր երկրներում։ Շատ հետաքրքիր է միջազգային արձագանք։ Նու բնական է, որ Զելենսկին հրճվեց ուկրաինական կողմը, նա նշեց, որ սա արդեն շատ կարևոր քայլ է, որ աշխարհը չի կարող անտարբեր մնալ, որ պետք է մտնել այդ պայքարի մեջ եւ սկսել Ռուսաստանին նեղել, որովհետեւ սրանից լավ շանս չի լինելու։ Վագների դրոշը բարձրացվեց Թել Ավիվի ամենաբարձր շենքի գագաթին, կարծես թե սպասում էին որոշ ուժեր։ Լիտվայի նախկին պաշտպանության նախարար այսօրվա դրությամբ Եվրոխորհրդարանի падգամավոր Ռասա Յուկնավիչենեն հայտարարեց, որ ընդհանրապես սա պատմական մի ժամանակահատված է, Ռուսաստանը պետք է կազմաքանդվի, Սիբիրը պետք է կորցնի, Կովկասը եւ այլն, հավաքվեք արևմուտք, պայքարեք եւ այլն։ Կարծես թե սպասում էին այս ամենին։ Եվ հանկարծ այս ճգնաժամը կարգավորվում է 12 ժամվա ընթացքում։ Վագների ստորաբաժանումները լքում են, Դոնի Ռոստովը, Վորոնեժը, այլ շրջաններ, գրկախառն հաջողություն են հայտնում բնակչությանը։ Իհարկե այս ամենը նաև եղավ հնարավոր, որովհետև Բելարուսի նախագահը միջամտեց եւ որպես միջնորդ իր կարևոր դերակատարություն ունեցավ։ Լուկաշենկոն հայտարարեց նաև, որ այսուհետ եւս անելու է ամեն ինչ, որպեսզի Ռուսաստանում լինի կայունություն, որտեղ եթե Ռուսաստանը քայքայվեց, այդ բեկորների տակ ոչնչանալու է նաև Բելարուսը։ Շատ հետաքրքիր զարգացում։ Ասեն, որ բնական է Թուրքիան շատ արագ արձագանքեց եւ Էրդողան-Պուտին ունեցան հեռախոսազրույց։ Իհարկե Թուրքիան ուզում է, որպեսզի Ռուսաստանը կազմաքանդվի, բայց տեսեք ինչ ճկուն քաղաքականություն է վարում։ Առաջինը ինքը արձագանքեց եւ հեռախոսազրույց ունեցավ Պուտինի հետ։ Շատ հետաքրքիր զարգացում է։ Ինչ է ընդհանրապես սա։ Բնական է, ոմանք սա համարում են, որ կազմակերպված է, ոմանք ասում են կազմակերպված չէ։ Չմտնենք այդ խորքային հարցերի մեջ, որովհետև պետք է դրա համար հստակ ապացույց տալ։ Բայց այն, որ շատ արագ կարգավորվեց սա, նույնպես հետաքրքիր է։ Որոշ աղբյուրներ ասում են, որ Արևմուտքը ներգրաված եղել այս ամենի մեջ եւ մոտավորապես 6 միլիարդ 200 միլիոն դոլար են ծախսել, որպիսի Վագները դիմի այդ քայլին։ Իհարկե սա չմնաց անպատասխան, Սպիտակ տունը Կիրբիի շուրթերով հայտարարեց, որ
ԱՄՆ-ն որևէ կապ չունի, Լավրովը հայտարարեց, որ ամեն ինչ արվելու է, որպեսզի տեսնենք իսկապես արևմուտքը ներգրաված է, թե ոչ, բայց ընդհանուր առմամբ հակամարտությունը հարթվեց։ Պուտինը դիմեց նորից ժողովրդին, շնորհակալություն հայտնեց սատարման համար, նշեց, որ ժողովուրդը իսկապես շատ բարձր գիտակցություն է ցուցաբերել։ Եթե նույնիսկ սա լիներ կառավարվող, սա ցույց է տալիս, որ լուրջ տեղաշարժ է տեղ ունեցել նաև քաոսային իրավիճակների կառավարման ոլորտում նույն Ռուսաստանում։ Ավելին, փաստորեն Պրիգոժինը հիմա Բելարուսում է իր մարտիկների հետ։ Իսկ Բելարուսիայից, բելարուսական սահմանից մինչև Կիև ընդամենը 100 կիլոմետր։ Միջալյուց այս վախը կա նաև արևմուտքում, այսպես Լեհաստանի նախագահ Դուդան հայտարարեց, որ շատ մտահոգված է Լեհաստանը, եթե հանկարծ վագներականները ներթափանցեն Բելարուսի տարածքից դեպի Ուկրաինա։ Տեսնեք ինչով է զարգանում, բայց սա ցույց է տալիս, որ շատ լարված է եւ շատ խորքային գործընթացներ եւ պրոցեսներ են ընթանում։ Մենք էլ պետք է լավ հասկանանք, որ հանկարծ եթե Աստված մեր Աստծո Ռուսաստանում լինի ճգնաժամ եւ այդ երկիրը քանդվի, իսկ Ռուսաստանը ինչքան որ հզոր է, այնքան փխրուն է ներսից։ Ռուսաստանը, ինչպես նաեւ մենք, հնարավոր չէ այդ երկրին դրսից քանդել, բայց շատ հեշտ է քանդել ներսից։ Դա տեղի ունեցավ 1917 թվականին, երբ որ ցարին տապալեցին Կերենցկին իր մտերիմ վարչակարգը, չէ, դա տեղի ունեցավ Գորբաչովի տարիներին եւ միշտ հայ ժողովուրդը տուժել է։ Իմիջիալոց պատահական չէ, որ Հագարի կամուրջի վրա ադրբեջանցիների կողմից տեղադրված այդ բետոնյա պատնեշները համընկել են գրեթե այդ ժամանակահատվածին, որովհետև ըստ երևույթին նրանք գիտեին, որ ինչ որ տենց մի բան է սպասվում եւ Ռուսաստանը կարող է փլուզվել, առաջի քայլերը արել, որպիսի Արցախի ճակատագիրը որոշեն այնպես, ինչպես որ նրանք ուզում են։ Մենք սա չպետք է մոռանանք։ Դժբախտաբար որոշ նաեւ մարդիկ հայկական տիրույթում սկսել են գովաբանել Պրիգոժինին, կամ չեն հասկանում, կամ արվում է հատուկ, բայց իսկապես պետք է երբեք իրականությունից մենք չկտրվենք։ Ընդհանրապես Ուկրաինայում վերջին օրերը նույնպես շատ թեժ էին։ Ուկրաինայի նախագահը հանդիպեց Լեհաստանի եւ Լիտվայի նախագահների հետ, քննարկել են տարբեր խնդիրներ։ Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել Լեհաստանին օգնության համար, ինչպես նաեւ Լիտվային։ Գիտեք, այդ process-ները շատ նման է լիտվական Ռեջ Պասպալիտայի պետության կարծես թե վերակենդանացման հետ գործընթացների։ Ռեջ Պասպալիտան բավականին մեծ երկիր է եղել եւ համարվում է Լիտվայի եւ Լեհաստանի դաշինք։ Իմիջիալոց Ուկրաինան եւ ընդհանրապես սլավոնական, ռուսական հատված այն ժամանակ ուկրաինացիներ չկային, որևէ կարգավիճակ չուներ այստեղ։ Բացի դրանից Լեհաստանը նաեւ ունի իր այսպես գաղափարը աշխարհակաղակական Մեջդումորիա է կոչվում, Բալտիկ ծովից մինչև Սև ծով լեհական պետություն ստեղծելու։ Այդ գործընթացները ընթանում են։ Իսկ պատերազմը Ուկրաինայում շարունակվում է, վերջերս Կրամատորսկն է հրթիռակոծվել ռուսական բանակի կողմից եւ մի շենքում զոհվել, սպանվել են բազմաթիվ վարձկաններ, նաեւ միջազգային վարձկաններ տարբեր երկրներից։ Իսկ Հունգարիայի վարչապետ Օրբանը հայտարարել է, որ Եվրոմիությունը իր սխալ քաղաքականությամբ բերել է Եվրոպան բանկրոտության աստիճանին, ուրեն փողերը, այդպես է կոչ արել, այդպիսի կոչով հանդես է եկել Վիկտոր Օրբանը։ Բայց ունենք այնինչ ունենք, այսինքն տեսնում ենք, որ այդ գործընթացները լուրջ տեղաշարժեր են առաջացնում նաև բուն Եվրոպայում։ Եվ անհանգստություն կա եւ թուլացում կա տնտեսության, հասարակական կարգի եւ այլն։ Հետաքրքիր զարգացումներ տեղի ունեցան Արևմուտք-Ռուսաստան հարաբերություններում։ Այսպես ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը նշել է, որ ՆԱՏՕ-ն փոխում է Բալտիկ, Մերձբալտյան այդ երկրների օդային տարածքի կարգավիճակը։ Եթե նախկինում համարվում էր դա օդային ոստիկանական ռեժիմ, այսպես ռազմական առումով, հիմա ռեժիմը փոխվել է մարտականի։ Սա նշանակում է, որ ընդհանրապես լրիվ այլ կարգավիճակ է ստանում օդային տարածքը Մերձբալտյան երկրների վրա։ Ավելին նաև հայտարարվել է, որ մոտ 4000 գերմանական զինվորներ կարող են մոտ ժամանակներս տեղափոխվել Լիտվա։ Իհարկե, սա նոր իրավիճակ կարող է ստեղծել, բայց ասեմ, որ Ռուսաստանը նույնպես պատասխան քայլեր ձեռնարկեց։ Ամենահետաքրքիրը այն էր, որ
Մոսկվայում հանդիպում ունեցան Ռուսաստանի եւ Կուբայի պաշտպանության նախարարները։ Եվ հանդիպումից հետո Շոյգուն շատ կարևոր մի հայտարարություն արել, նա ասել է, որ Ռուսաստանը ըստ ամենայնի օգնելու է Կուբային նաև ռազմական առումով, որպեսզի ճեղքի ԱՄՆ-ի շրջափակումը Կուբայի նկատմամբ։ Սա լրիվ նոր իրավիճակ է ստեղծում, քանի որ Կուբան շատ մոտ է գտնվում ԱՄՆ-ին։ Ավելին, Չինաստանն ու Ռուսաստանը կարևոր մի գործարք կնքեցին Բոլիվիա երկրում, Հարավային Ամերիկայում։ Մոտ միլիարդ 400 միլիոն դոլարի պայմանագիր է կնքվել չինական եւ ռուսական ընկերությունները Բոլիվիայում լիթիումի դա մի կարևոր նյութ է արտահանման գործում։ Սա նոր որակ է հաղորդելու նաեւ Բոլիվիայի տնտեսությանը, որովհետեւ Բոլիվիան ըստ շատ հավաստի աղբյուրների Բոլիվիայում է կենտրոնացված աշխարհի լիթիումի պաշարների մոտ 21.4%։ Եվ հիմա այդ տենդերում, որի մասնակցում են եւ բրիտանական, ամերիկյան տարբեր կազմակերպություններ, հաղթել են ռուսներն ու չինացիները։ Իհարկե, սա նոր որակ է հաղորդելու նաեւ ռազմաքաղաքական եւ տնտեսական հավասարակշռվածությանը Հարավային Ամերիկայում։ Տեսնենք։ Թեժ էր նաեւ ՄԱԿ-ի շրջանակներում գերտերությունների հարաբերությունները։ Այսպես տեղի ունեցավ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ, որտեղ շատ կոշտ մեղադրանքներ հնչեցին փոխադարձ Ռուսաստանի եւ Արևմուտքի միջեւ։ Ռուսաստանի ներկայացուցիչ Նեբենզյան ընդհանրապես խոսելով Ուկրաինայի ճգնաժամի մասին, զգուշացրել է, որ անթույլատրելի է ճգնաժամը խորացնել, որ Զապորոժիա ատոմակայանն է մեծ վտանգի տակ, այսինքն սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, ինչպիսի իրավիճակ է տիրում գերտերությունների պայքարում։ Ակտիվ էր Թուրքիան։ Թուրքիայի նախագահը կոչ արեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին, որպեսզի ստիպի, որ Շվեդիան նույնիսկ չօգնի եւ թույլ չի տա Շվեդիայում քրդամետ ուժերի կողմից հանրահավաքների կազմակերպման գործում։ Այսինքն հասել է այդ մակարդակին, նվաստացնում է Շվեդիային։ Շվեդիան էլ ընդունում է դա։ Բայց Շվեդիայում վերջի օրերի մի հետաքրքիր զարգացում տեղ ունեցավ։ Կրկին այրվեց Ղուրանը Կուրբան Բայրամի օրերին, այսինքն մահմեդականների համար ամենակարևոր տոնն է։ Ինչ որ մի անձնավորություն այրեց Ղուրանը։ Բնական է անմիջապես Թուրքիան եւ ոչ միայն Թուրքիան, մահմեդական աշխարհը եւ ընդհանրապես տարբեր այլ երկրներ դատապարտեցին դա։ Ամենակոշտը հանդես եկավ Էրդողանը, նշելով, որ իրենք ստիպելու են Արևմուտքը, որպեսզի հարգի նաեւ իսլամը։ Ինչ է սա։ Անկազմակերպվածություն, ապուշություն ուղղակի, թե կազմակերպված մի քայլ, որովհետեւ գիտեք, այս քայլից հետո Շվեդիան կարող է ընդունել Թուրքիայի բոլոր պահանջները եւ իր հասարակությունը ներկայացնել հետեւյալը. դե ինչ անենք, այսպիսի մի սարսափելի արարք է տեղ ունեցել, որպեսզի իրավիճակը բարելավի, քաղաքակրթությունների միջև երկխոսություն լինի, մենք պարտավոր ենք Թուրքիայի բոլոր պայմանները ընդունենք։ Չի բացառում, որ դա նաեւ կազմակերպված լինի Թուրքիայի կողմից։ Այսպիսի հետաքրքիր զարգացումներ կան։ Պետք է նրանց հետևենք իհարկե։ Ակտիվ աշխարհակահաղականություն էր վարում նաեւ Իրանը։ Ղազախստան այցելեց իրանական պատվիրակությունը եւ հանդիպում ունեցան Ղազախստանի քաղաքական եւ տնտեսական շրջանակների հետ։ Որոշում ընդունվեց 2 տարվա ընթացքում իրանա-ղազախական առևտրի ծավալը հասցնել 3 միլիարդ դոլարի։ Սա շատ կարևոր քայլ է, ասեն, որ նման զարգացումները ձեռնտու են եւ Ռուսաստանին եւ Չինաստանին, որովհետեւ թույլատրում են Թուրքիայի դիրքերը Ղազախստանում։ Իսկ Ղազախստանը մի տարածք է, որտեղ անպայման Թուրքիան անընդհատ ուզում է խցկվել։ Մենք տեսանք նաեւ ինչ տեղի ունեցավ Ղազախստանում, երբ որ փորձեցին հեղաշրջում կատարել եւ Թուրքիան այստեղ անմիջական դերակատարություն ունեցավ։ Հետաքրքիր է նաեւ Հնդկաստանի քաղաքականությունը։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում էր Հնդկաստանի վարչապետ Ներենդրա Մոդին։ Նա հանդիպեց նախագահ Ջո Բայդենի հետ, Մոդին կարևորեց երկու երկրների կապը, ասաց, որ սա կարևոր է գլոբալ աշխարհակահաղական հավասարակշռվածության պահպանման տեսանկյունից եւ որ ամեն ինչ անվրելու է ուժեղացնելու այդ հարաբերությունները։ Սա եւս մեկ անգամ ցույց է տալիս Հնդկաստանի կարևոր դերակատարությունը։ Նրանից հետո Նարենդրա Մոդին այցելեց Եգիպտոս եւ այնտեղ էլ նրան շատ լավ ընդունեցին, քննարկվեցին տարբեր հարցեր, երկկողմ հարաբերություններ։ Հնդկաստանը նաեւ Աֆրիկայում ունի բավականին լուրջ
հետաքրքրություններ եւ դիրքերն էլ չէին քանել թույլ։ Տեսնենք, նույնպես շատ հետաքրքիր զարգացում է։ Անցնենք չճանաչված երկրների։ Հետաքրքիր զարգացումներ ունեցան Սոմալիլենդում։ Կրկին Սոմալի պետությունը, որի կազմում էր ժամանակին Սոմալիլենդը, Պունտլանդ կոչված տարածքից էլի հարձակումներ գործեցին Սոմալիլենդի վրա։ Սոմալիլենդի պաշտպանության նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ դատապարտելով այդ ամենը։ Բայց միևնույն ժամանակ Սոմալիլենդում նշում են երկրի անկախության 63-րդ տարեդարձը։ Իհարկե Սոմալիլենդը անկախացավ, ճանաչվեց որպես անկախ պետություն 63 տարի առաջ, հետո միացավ Սոմալիին, հետո նորից փլուզվեց այդ երկիրը 1990-ական թվականների սկզբին։ Տոնակատարություններ տեղ ունեցան, ինչն է հետաքրքիր, Սոմալիլենդին շնորհավորեց նաև Սոմալի երկրի նախագահ։ Շատ հետաքրքիր էսպիսի զարգացումներ։ Քրդստանի նախագահ Նեչիրվան Բարզանին այցելեց Եվրոպա։ Հատկապես կարևոր հանդիպումներ ունեցավ Գերմանիայում։ Գերմանիայում նա հանդիպեց տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարի հետ, հանդիպեց պետնախարարի հետ եւ իհարկե Բարզանին հանդիպեց նաեւ կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Քննարկեցին տարբեր հարցեր, երկու երկրների հարաբերություններ, իսկ Քուրդստանը թեպետ եւ ինքնավար հանրապետություն է Իրաքի կազմում, բայց դե ֆակտո անկախ երկիր է։ Մենք տեսնում ենք, որ եթե ճիշտ քաղաքականություն ես վարում, կապ չունի կարգավիճակը, կարող ես քո դիրքերը ամրապնդել։ Աբխազիայի արտգործնախարարը այցելեց Թուրքիա։ Նա այնտեղ հանդիպեց հիմնական նպատակը էթնիկ աբխազական սփյուռքի հետ հանդիպումներ, հարաբերությունների խորացումը ու ինչ ասենք, Ինալ Արձինբան հանդիպեց նախ եւ առաջ Թուրքիայի մի շարք քաղաքական շրջանակների հետ, այսպես հայրենի կուսակցության նախագահի հետ, Դոգու Պերինչեկենի հետ, ասեն որ Պերինչեկենը հայտարարեց, որ ամեն ինչ իր կուսակցությունը պետք է անի, որպեսզի Աբխազիան ճանաչում ստանա Թուրքիայի կողմից։ Մենք չգիտենք Արձինբան իսկապես հանդիպել է իր թուրք գործընկերոջ հետ, թե չէ, չի բացառում, որ փակ հանդիպում լինի, բայց այնուամենայնիվ հետաքրքիր է։ Աբխազիայի արտգործնախարարը այցելեց նաև Աթաթուրքի գերեզմանոց, ծաղիկներ դրեց այնտեղ, եւ շատ հետաքրքիր էր, որ նաև ծաղիկներ դրեց Ռուսաստանի դեսպան Կարլովի հուշարձանին։ Հիշում եք, Կարլովը սպանվեց Թուրքիայում։ Եվ սա եւս մեկ անգամ ցույց է տալիս շատ նուրբ քաղաքականությունը, որը Աբխազիան վարում է, եւ Աթաթուրքի գերեզմանին է ծաղիկ դնում, եւ Կարլովի։ Պետք է հետևենք բոլոր զարգացումներին։ Քանի որ մենք ունենք նաև այսպիսի հետաքրքիր մաս աշխարհում տեղ ունեցող հետաքրքիր զարգացումների մասին, ուզում եմ ձեզ ներկայացնել Իսրայելում վերջերս կիրառված մի հետաքրքիր տեխնոլոգիայի, որը էլի անօդաչու թռչող սարքերի կամ կառավարվող սարքերի միջոցով արդեն կարողանում են բերքահավաք իրականացնել խնձորի եւ նաեւ ստուգել այդ գյուղատնտեսական կուլտուրաների վիճակը։ Շատ հետաքրքիր է։ Այսպիսինն էին, սիրելի բարեկամներ, մի շարք կարևոր զարգացումներ, կհետևենք եւ կներկայացնենք ձեզ։ Պինդեղեք, երբեք չկոտրվեք, Աստված պահապան մեր երկրին ու ժողովրդին։